Սինենց ասեցիր, մտած ես գնամ հիվանդանոց արդեն այնտեղ կլնես։ Հա, ուղղակի դուրս գալուց մի քիչ գործեր եղան, բայց հիմա արդեն գալիս եմ։ Չէ, դու գնա տունել մի չի հիվանդանոց։ Ինչեւ բան չի եղել։ Չէ, ուղղակի Աննայիսը քնած է, Իզաբելն էլ ասեց ուզում է քնի։ Հասկացա, դե վաղը կգամ տուն։ Դավո, ես առավոտը քեզ կզանգեմ, կասեմ ինչ անես, լավ։ Կարող է երեխուն տանենք տուն, ամեն ինչ այդ անալիզների պատասխանից է կախված։ Հասկացա։ Հասկացա, պապ, կզանգեմ։ Եկա տեսնեմ ձեռքդ ոնց է։ Դե մի քիչ ցավ կա, բայց ոչինչ կանցնի։ Մենակ դրա համար ես եկել։ Համ դրա համ էլ կարոտել էի։ Սովես չես գնանք մի բան ուտենք։ Ես եմ հյուրասիրում։ Հարի։ Ինչ ա եղել, այ բալա ջան։ Ինչ ա եղել, հելը մի րոպե։ Հա? Ինչ ա եղել, արգամը։ Բա ինչ ա եղել։ Գնա ներս հասկանանք։ Չէ, սորտ։ Չեն որն է ախր։ Արեգը տունը չի գնա ներս։ Գնա, սպանեցիք դուք ինձ։ Ինչ ա եղել, բացատրի, ինչ ես դու ես վիճակում։ Բացատրի հասկանամ ինչ ա եղել։ Իա։ Լուսե ինչ ա եղել։ Խոսի ինչ ես վիճակում։ Սատ։ Մենք չենք կարող ամուսնանանք։ Ես Արեգին արժանի չեմ։ Ինչ է նշանակում ես իրան արժանի չեմ։ Ինչ ա եղել Լուսե։ Էդ ինչ ա եղել, որ նման բան ես ասում դու։ Չես սիրում էլ արել։ Սիրում եմ։ Բա էդ ինչ ա եղել, բալես, որ ասում ես դու իրան արժանի չես։ Հանդարտվի բացատրի ինձ, հա։ Դու ինձ հանգիստ բացատրի ինչ ա եղել։ Սատ արժանի չեմ, Արեգը չի կարա այդ երջանիկ լինի, լսում ես չի կարա։ Լուսե, ինչ եղավ, Լուսե։ Լուսե ջան, Լուսե սպասի, Լուսե սպասի, հլը դայի։ Մամ, Քնեց, կարող զանգենք բժիշկին։ չէ, հանգիստ քնած է, երևի երազ էր տեսել, հիմա հանգիստ է։ Լուսեն չզանգեց։ Չէ, էլի հեռախոսն անջատած է։ Ինչի՞ չես թվում զանգեմ Արեգին, մամ։ Դե, այդքան էլ ուշ չի, Լուսեն կնեղանա, որ զանգենք։ Բայց այդքան էլ սրտովս չի, որ մի ժամից չեկավ զանգելու եմ Արեգին։ Ոչինչ թող Լուսեն ինձանից նեղանա։ Եկար, ես էլ քեզ եմ զանգում, դու որ կողմից եկար, տեսա Լուսեին։ Լուսան ստեղ էր։ Հապա ինչ էր, ստեղ էր։ Հիմար բաներ խոսեց, վազեց գնաց, ես հետևից չեմ կարող գնալ ախր։ Սառույց է նախ, երկրորդը ոտերս ցավում է, ես այս ոտքերով ոնց եմ վազելու իր հետևից։ Սատ մի րոպե ինչ էր եղել, ինչ էր ասում։ Հիմար բաներ էր ասում։ Ասում է ինքը քեզ արժանի չի։ Հետո էլ ասում է դու իր այդ երջանիկ չես լինի։ Բայց ինչ ես կանգնել, գնա հետևից։ Ո՞վ է ինչ ասել այդ երեխուն։ Ինչ է խոսում։ Չեմ հասկանում։ Այստեղ առաջին անգամ էի։ Ամեն ինչ շատ համով է ու թարմ։ Գործընկերներիցս մեկն է այստեղի մասին ասել։ Ուրախ եմ, որ դուրդ եկավ։ Բավաղ ուր են գնալու։
Ես քեզ ասել եմ, քեզ ոչ մեկի չեմ տալու։ Օլյա, ինչքան ենք նույն բանի մասին խոսելու։ Այնքան միջև հասկանաս, որ դու ինձ ես սիրում։ Սի ես 1000 անգամ ասել եմ քեզ, հա, դու ինձ համար թանկ մարդ ես, Բայց չկա։ Դու ուղղակի ուզում ես հասնես այդ խաղալիքին։ Բայց այդ քեզ պետք չի։ ես ավելի լավ գիտեմ ինձ ինչա պետք։ Այ խոսքս հիշի։ Ամուսնանանք մի ամիս հետո դու ես վազելու հետ գաս իմ տուն։ Ու որտեղից քեզ այդ վստահությունը։ Այդպես եմ զգում։ Թե այդպես ես ուզում։ Համել, այդ քո համար նորություն չի։ Բայց ավելի շատ ուզելը չի այստեղ։ Արի չվիճենք, ուղղակի սպասենք, բայց այդ սպասելու ընթացքում ես չեմ պատրաստում ձեռքերս ծալած նստել։ Շնորհակալ եմ, ամեն ինչ շատ համեղ էր։ Անուշ լինի։ Ինձ կտանես տուն։ Մի վախեցիր, չի հրավիրելու իմ տուն։ Սպասի։ Լուսե։ Ինչ ա եղել, կարաս բացատրես, ինչեր ես եկել մեր տանը խոսացել ու գնացել։ Ասել եմ, որ մենք չենք կարա իրար հետ լինենք։ Այսինքն Լուսե չեն կարող իրար հետ լինենք, ինչ ես խոսում։ Արեք հարցեր մի տուր ինձ։ Լուսե, ոնց հարցեր չտամ, դու քեզ լսում ես։ Մենք անհամբեր սպասել ենք այսօրվան երկուսով։ Մենք իրար ենք սիրել ամբողջ կյանք։ Ու հիմա դու ինձ կանգնում ասում ես, որ մենք չենք կարա իրար հետ լինենք, Լուսե։ Ինչ հիմարություններ ես խոսում։ Արեք հիմարություն չի, ճշմարտությունն է։ Ում ճշմարտությունն է, պապայի թե քո։ Չէ, պապան կապ չունի։ Բա ով ունի։ Ես մենակ ունեմ, մենակ ես։ Լավ, Լուսե, հանգստացի։ Հանգստացի, արի նորմալ խոսանք, հա։ Արեք։ Մենք խոսելու ոչ մի բան չունենք։ Ուղղակի մոռացի ինձ։ Լուսե, ոնց մոռանամ, ինչ ես խոսում, դու քեզ լսում ես։ Պատճառը ո՞րն է, կարաս բացատրես ինչի համար։ Դե ասա, հասկանամ, ախր չկա ոչ մի պատճառ։ Ես արդեն ամեն ինչ ասեցի։ Մենք չենք կարող ամուսնանանք իրար հետ, ուղղակի մոռացի ինձ, արեք։ Արամ, թե պատրաստ է։ Լուսե։ Լուսե։ Լուսե ջան, ինչ ա եղել, ինչ ես լացում։ Լուսե, խնդրում եմ, մի բառ ասա, հասկանամ ինչ ես լացում։ Մամ, խնդրում եմ մենակ թող ինձ։ Արեգին ես տեսել։ Մամ, խնդրում եմ։ Ախր Լուսե, մի բան ասա, հասկանամ, ինչ ես սենց լացում։ Որովհետև Ինչ ա արել, նեղացրել ա քեզ Արեգը։ Մամ,
Ես Արեգին ասել եմ, որ մենք չենք կարա միասին լինենք։ Այսինքն նույն բանն է ասում։ Հիմար մտքեր։ Իսկ կարող է արգամը։ Արգամը չի, հարցրել եմ։ Կարող ենք չի ասում ուղղակի։ Հետո էլ արգամը այն վիճակում չի, որ բայց լավ է ով է ինչ ասել, որ այդ երեխան տենց բան է որոշել։ Չգիտեմ, սա 1000 անգամ հարցրել եմ, ոչ մի նորմալ բան չասեց։ Կարող է զանգեմ Մարիամի հետ խոսեմ։ Չէ։ Ես վաղը գնալու եմ կխոսամ Լուսեի հետ։ Եթե Լուսեն չխոսա, էլ Մարիամի հետ կխոսամ։ Ես չեմ կարող առանց Լուսես հետ։ Ես ամեն ինչ կանեմ, որ իմանամ, թե ինչի ենք այդ վիճակում։ Լսի, անալիզների պատասխանները եկան, ամեն ինչ նորմալ է։ Երևի կեսօրին դուրս կգրեն։ Ինչ-որ թղթաբանական հարցեր են։ Դու կհասցնես, տեղափոխվես։ Լավ, դե կզանգես։ Տուն ենք գնում։ Հա, Անա, իսկ քո տետրերն ու գրքերը բոլորը նույն տեղում է, թե պիտի տանեն քեզ տուն, որ հավաքես։ Տեղափոխվում ենք։ Հազիվ։ Չգիտես, հայրդ մի օրում է տենց որոշումներ կայացնում։ Դե լավ, մի օրվա բան չի։ Այս արդեն մի ամիս է ամեն ինչ տանում էիք։ Հա, բայց տեղափոխվելու մասով դեռ բան չէինք պլանավորել։ Պապան ուզում է վաճառի տունը։ Ոնց հասկացա, արդեն հետաքրքրվողներ կան, դրա համար ուզում է արագացնի։ Լսի, կերնեիդ կասես, այստեղ չգան։ Վիկան էլ առավոտը ուզում էր գար, նոր հասցեն կտաս։ Եղավ։ Այդ տղան էլ, Ինչ տղա։ այդ որ ձեզ հետ է եղել, որ բոլորիդ փրկել է, հատկապես քեզ։ Բժիշկները ասեցին, արհեստական շնչառություն է տվել։ Ինչի ես այդ ինձ հիմա ասում, ինչ ես ուզում դրանով ասես։ Ուզում եմ ասեմ ուղղակի, որ չգա ստեղ անիմաստ։ Եթե կուզի, կարա մեր տուն գա։ Չէ, ինչի պետքա գա։ Դե լավություններ արեց, անցավ գնաց։ Հա, բայց օտար մարդ չէր, չէ, ձեր ընկերներից էր։ Ինքը իմ ընկերը չի, ընդհանրապես։ Ինչ ես գոռում։ Մի հատ հանգստացի, հա, թե չէ այստեղից քեզ միանգամից նյարդային բաժանմունք կտեղափոխենք, հիստերիկ։ Երեք հարցրեցի, բայց բան չասացիր, մամ։ Բայց ես երեք լսել եմ Լուսեի լացը։ Դե հա, եկավ արդեն նեղված էր, բայց չգիտեմ ինչ էր եղել։ Դե երեք պետքա որ Արեգի հետ եղած լինեին, բայց ես կյանքում չեմ հավատա, որ Արեգը կարող իրան նեղացներ։ Ինչ որ բան, բայց եղել էր, չէ՞ որ լացում էր Լուսան։ Ինչ որ մեկը հաստատ նեղացրել է։ Բայց ով։ Չգիտեմ Արամ ջան, քնածա թող արթնանա, մի հատ խոսամ հասկանում։ Մամ, ես չեմ հավատում, որ ինքը քեզ ոչ մի բան չի ասել։ Կամ հաստատ դու իրան այդ վիճակում տեսնելուց հետո առանց իմանալու դուրս չէիր գա սենյակից։ Հարցրել եմ Արամ ջան, բայց այնքան խառն էր խոսում, ոչ մի բան չհասկացա։ Լավ էլի, մամ։ Լավ էլի, Արամ ջան, համբերի էլի։ Կարտնանա կխոսամ կհասկանամ ինչա կատարվում։ Գլուխս ցաված արդեն։ Հա, բայց Հարդ։ Չէ, ես տանից դուրս եկող չեմ։ Հա դու կարաս գաս։ Լավ։ Մամ, խնդրում եմ, ինչ որ բան իմանաս ինձ էլ ասա, հա։ Լավ Արամ ջան, անպայման կասեմ։
Ցավը տանեմ, ես հասկանում եմ, որ դու ուզում ես րոպե առաջ հասկանաս ինչա կատարվում, բայց շատ շուտ է Մերթուն ջանի, բեր մի կտոր հաց կեր ու գնա։ Լավ էլ ինչ ուտել։ Սուրճ խմի, պատրաստ է, մնում է խմես։ Գնալս սոտ։ Ամոթա, պապ, գնանք տեսնենք։ Վերջը գործընկերը տա, քանի օր է այդ մարդը պարկած է տանը։ Դավջան, հասկանում եմ, որ շտապում ես, բայց այդ շտապերով ամեն ինչ ջուրն ես գցելու։ Ջուրը գցելու ինչ կա։ Սովորական մարդկային վերաբերմունքի մասին է խոսքը։ Դավջան, մի երկու օր էլ դիմացի էլի։ Եթե դու չես ուզում գաս, ես կարամ մենակ գնամ։ Դավո։ Պապ, ես հասկանում եմ ինչ ես ասում։ Հիշում եմ դրա մասին, խոսել ենք։ Դրա համար եմ ասում, եթե դու չես գալիս, ես կգնամ։ Երեկոյան գործերս կավարտեմ, կգնամ։ Վերջը անհանգիստ եմ այդ մարդու համար, անկախ ամեն ինչից։ Շատ փափուկ սիրտ ունես, է։ Լավ, ես իմ ասելիքը ասացի, մնացած դու գիտես։ Հա, Վարդան, ուր հասեք։ Վաղը կավարտենք։ Այս շատ լավ է, շատ լավ է։ Դե ոնց ասեցի, ուրեմն մի երկու ժամից գնում ես Արգամին տեսնելու։ Մի հատ հարմար պահ ես գտնում ու Լուսեին ու Մարիամին ասում ես, որ վաղը փողը պրծնում է, իր շինարարությունը կանգնում է։ Ու շատ կարևոր բան, Վարդան, ասում ես, որ չգիտես Արգամին ոնց դրա մասին ասես էլի։ Քանի որ հասկանում ես, թե ինչ ազդեցություն կունենա Արգամի վրա այդ լուրը։ Ես ուղղակի չեմ հասկանում, է ձեզ ի՞նչ է տալու։ Ինչ եք ուզում, որ հենց Մարիամն ու Լուսեն ասեն։ Արի դու դրա մասին մի իմացել, այդ քո խելքի բանը չի։ Արգամի տնից ես դուրս գաս, մի հատ ինձ զանգի։ Կլինի։ Այ ապրես դու, դե գնա գործերիդ։ Գոնե մի բան ասա, տեսնեմ ինչա հետդ կատարվում։ Ասելու բան չկա, մամ։ Լուսե ջան։ Մամ, ճշմարտությունն իմանալուց հետո ինձ մի բան էր մնում անելու, ես էլ արեցի։ Ինչ ես արել։ Արեգին ասեցի, որ մոռանա ինձ։ Մոռանա։ Բա ինքը հարցեր չտվեց։ Տվեց։ Բայց դու մի անհանգստացի։ Իրան ոչ մի բան չեմ ասել։ Դե մենակ էլ ինչ ասեցի։ Մամ, խնդրում եմ մենակ թող ինձ։ Ախր, մամ, խնդրում եմ։ Չեմ ուզում ոչ մեկիդ տեսնեմ։ Ու գիտեմ, որ Արեգը գալու է։ Ես ի վիճակի չեմ իրան տեսնեմ, մի բան արա հա։ Այս հոտը, որ տալիս է քթիչ, չէ, դրա մադրությունից մի անգամից բարձրանում է։ Այսօր այլես կսեթ եմ պատվիրել, մեկ էլ պանրային գնդիկներ։ Դե սկսի ապեր, ես այսօր սաղորը դուրսն եմ, քեզ բան չի հասնի։ Մտածում եմ կարող է քիչ լինի, էլի պատվիրենք։ Այս մեջների ամենասովածը դու ես, հա։ Ասա տնամ, ասցիր խոսալու բան կա։ Հա։ Ոստիկանությունից էին զանգել։ Կամաց։ Մենոնք տեղեք չեն ըստ թեմայից։ Ոնց ապեր։ Ձերոնք չգիտեմ, որ դու հերոս ես։ Լավ։ Ասացին, որ բռնել են ու իրանց դատելու են։ Հա, ինչ ան։ Ոչ մի բան։ Անայսներ այսօր դուրս են գրել հիվանդանոցից։ Ուրախ եմ Անայսի համար։
Դերասանողները ուզում էին քեզ տեսնեին ու շնորհակալություն հայտնեին, բայց այն խելառը Վիկային ասել է, որ ոչ մի տվյալ չտան քեզնից։ Եվ ամենացնցող նորությունը։ Գիտես ով է Աննայիսի հերը։ Ռոմի պապը։ Չէ։ Ավելի բետար։ Սարապյանը։ Ապեր։ Վերև նայ։ Վերև։ Ոնց Սարապյանը։ Ապեր պատկերացնում ես իմ վիճակը։ Վիկան ասաց, որ հերը ուզում էին մեզ տենա հիվանդանոցում։ Մեկ էլ տենամ Սարապյանն է։ Հետո ինձ ու Վիկային էլ տուն ճանապարհեց։ Ապա ինչ ավտո ուներ, մուրազ։ Սպասի։ Հովիկային չես ասել ով է հերը։ Դու չէ։ Ցույց եմ տվել, որ Յանին չեմ ճանաչում, բայց մտքովս մի հատ լավ բան անցել։ Այ, քանի որ ձարձարգամ է այս վիճակումը, մտածում եմ Սրապյանին ասեմ գործի պահով։ Կարող եմ մի բան առաջարկել, մի բան ստացվի։ Թե չէ ինչ հայտարարություն կարդում եմ, գնում եմ, դուրս չի գալիս։ Հա, ապեր։ Ինչ որ բան դուրս չի եկել։ Դե ինչ անեմ։ Դեպը Վալենտինա, Սուրբ Սարգիսա, ես ինչ եմ անելու։ Դե չգիտեմ, կարաս փորձես, բայց չգիտեմ, Սրապյանը ընդհանրապես դուրս չի գալիս։ Դրա ամեն ասացին չհավատաս։ Հադելավ ինձ ինչ պիտի անի։ Ոչ իրան կոնկուրենտ եմ, ոչ էլ ինչ-որ բան։ Չգիտեմ, ինձ այնց հասնում էր քեզ գուշացնելը, մնացածը դու գիտես։ Լսեցի, բիձա ջան, լսեցի։ Գնանք։ Գնացինք։ Այս տունը դուրս ավելի շատ եկավ։ Հա, ինչ լավ է, ավելի հաճախ կգաս։ Անպայման, կգամ։ Մանավանդ որ մեր տանը ավելի մոտիկ է։ Վիկա քեզ բան էի ուզում հարցնել։ Այն ձեր 4-րդ ընկերը Անայսին որ հարցնում եմ, հիստերիկանում է։ Կարող է դու մի բան ասես։ Բայց ինչ ասեմ։ Դե ով է, ինչ է։ Անայսին որ հարցնում եմ, ռեակցիաներից հասկանում եմ, որ դուրը գալիս է։ Ախր Իզաբել որ իմանած ես բան եմ ասել, հետս չի խոսա։ Ուրեմն ես ճիշտ եմ, դուրը գալիս է։ Լավ գոնե ասա լավ տղա է։ Դե մենք շատ չենք շփվել, մի ամիս է, բայց ինչքան որ ճանաչում եմ, շատ լավ տղա է։ Էդ թեյը չեղավ։ Բերում եմ։ Մենակ խնդրում եմ։ Դու ինձ բան չես ասել, ես էլ քեզ բան չեմ հարցրել։ Մենակ չասեք Լուսան տանը չի։ Չէ, տանն է Արեգ ջան, ուղղակի քնած է։ Երեք եկավ մի անգամից բարձացավ իր մոտ։ Այսօր էլ ցերեկը իջավ, ինչքան փորձեցի հետը խոսել, ոչինչ չստացվեց։ Հիմա էլ քնել է։ Լուսան ինձ ասաց, որ մենք չենք կարող ամուսնանանք։ Ու ես ուզում եմ հասկանամ, թե ինչ է եղել։ Դուք կարող եք մի բան իմանաք, ձեզ Մարիամ։ Չէ, չգիտեմ, բայց Ով է ինչ խոսացել իր հետ, որ ինքը այդ որոշմանն է եկել։ Չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ։ Ես Լուսային շատ եմ սիրում։ Ինքը իմ կյանքի իմաստն է։ Ու ես չեմ կարող հենցնած թողնեմ ու գնամ։ Եթե պետք լինի ամեն օր կգամ, մենակ թե հասկանամ, թե ինչ է կատարվում։ Ձեզ Մարիամ, Լուսան հիմա ինչքան էլ ինձ փախնի, ինքը մեկա մի օր ստիպված է լինելու ինձ ամեն ինչ բացատրի։ Արեգ ջան, Դուք ուղղակի ասեք Լուսային, որ ինքը ստիպված է լինելու ինձ ամեն ինչ բացատրի։ Լավ եղեք։
Վիկա հաստատ ոչ մի բան չես ասե։ Հոգնեցիր արդեն, քանի անգամ պիտի հարցնես։ Եթե իմանամ ասել ես։ Գիտեմ, հետս չես խոսա, ուրիշ բան կա։ Դու ավելի լավա շուտ լավացի։ Հեսա սիրահարների տոնն է, գնանք նշենք։ Արթուրը ասաց լավ տեղ ա գտել։ Արթուրիդ գտած անցած տեղն էլ էր լավը։ Հա ինչ, շատ լավ տեղ էր։ Ով է մեղավոր, որ այդ ապուշները տենց բան արեցին։ Ասեցի, բռնել են դրանց։ Ահա, պապան ասեց։ Այս տեղը ավելի լավն է։ Հեն, ինչ ես ասում։ Սպասի, ես մեկը մարսեմ կհասկանանք։ Դե հիմա եմ ասում, որ մարսես չուշանանք, բան չմնաց։ Վիկա, երնեք քեզ, մտքիդ մենակ զվարճանալն է։ Հաբա, որ մեծացանկով է դրա ժամանակն ունենալու։ Հիմա ինչ։ Գնում եք։ Վիկ, չգիտեմ, սպասի կհասկանանք։ Դե գույնը դեռ է եկել։ Ուր արդեն խոսում է, շատ լավ է։ Շնորհակալ եմ Լուսի ջան։ Խնդրեմ։ Բայց արգամի հետ կապված մի հատ վատ բան կա։ Ինչի մասին է խոսքը։ Շինարարության։ Վաղը կանգնելու ենք, գումար չկա ու չգիտեմ երբ կլինի։ Ես դրա մասին արգամին չեմ կարա չասեմ, բայց չգիտեմ ոնց ասեմ, մարդը առանց էդ էլ վատը ավելի չվատանա։ Մի խոսքով այսօր պետք է ասեի, բայց չկարողացա։ Բա այդ դեպքում ինչ կարող ենք անել։ Միգուցե դու ինձ ինչ որ խորհուրդ տաս։ Դե արգամը պետքա բաժնետեր գտներ, բայց այս վիճակում մարդը ինչ կարա անի։ Իսկ Սրապյանը ինքը չի կարող օգնել։ Անկեղծ ասած չգիտեմ, Մարիամ ջան, չեմ կարող ոչինչ ասել։ Դե լավ, ես արդեն պետքա գնամ օֆիս։ Մի քանի հատ գործ կա էլի։ Շնորհակալ եմ Լուսե ջան, շատ համով սուրճ էր։ Գնացի ես։ Ձյաձ համո։ Ձյաձ համո։ Մենք պետքա խոսենք։ Մամ, ինչ ես մտածում։ Չգիտեմ։ Պետքա երևի Սուրենի հետ խոսում։ Բայց չգիտեմ ինչ ասեմ ու ինչ խոսեմ։ Ու չգիտեմ ինչքանով ինքը կուզի մեզ օգնել։ Հայրը տա գնամ մոտը։ Մեծ հաշվով իմ ու իր ամուսնությանը դեմա Սրապյանը։ Իրա տղու հետ կապված։
Հիշում ես ասել եմ, որ Լուսեն ասում էր, որ այդ տղեն անընդհատ գնում գալիս է։ Արի գնանք ոստիկանություն։ Մի հատ մտածի։ Կապիտան ջան, չեմ կարա։ Չեմ կարա։ Ես ջանդամ, լավ վատ իմ կյանքը ապրել եմ։ Բայրախես։ Քեզնից լավ ոչ ոք չի կարող իրան հետ բերել։ Դե ես փորձում եմ, մեկ ստացվում է, մեկ չէ։ Մեկ մոտենում է, մեկ էլ այնպես է փախչում, որ չեմ հասցնում իրան բռնել։ Բացատրի տղես, բացատրի։ Հիմա դες Լուսեն շատ լավ գիտի, որ փոխտվողը մենք ենք։ Իսկ մենք կտանք այդ փողը միայն այն դեպքում, երբ որ ինքը դառնա քո կինը։